Professor Pozzerò, Pozzerò professor, non so fuori ai sol, Pozzerò professor, professor Pozzerò, professor Pozzerò. Ողջույն իմ խելացի, սուր աչքով եւ արթուն մտքով ընկերներ։ Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ հարցերը արկածներ են, իսկ պատասխանները իրական գանձեր։ Այստեղ ամեն վարքանը բացում է մի նոր դուռ դեպի գիտելիքի եւ երևակայության խելացի աշխարհ։ Ձեզ հետ նորից պրոֆեսոր Փորձերոնն է, խելացի մարդ, որը սովորել է հարցեր տալով։ Պատրաստ եք մտածել, զարմանալ եւ սովորել։ Հրաշալի է։ Ուրեմն եկեք սկսենք գիտելիքով լեցուն մեր ճամփորդությունը։ Եվ այսպես անցնենք առաջին հարցին։ Բարև պրոֆեսոր Փորձերոն, ես Գորն եմ Արմավիր քաղաքից։ Կարող եք ասել, ինչպես է առաջանում մայրամուտը։ Ինչ գեղեցիկ հարց է։ Չէ հարցերան։ Երեխաներ, մայրամուտը մի կախարդական պահ է, երբ արևը թեքվում է դեպի հորիզոնը։ Մայր մտնող արևի գույները կարծես երկնքի ներկապնակը լինեն, իսկ ամեն երեկոն եղանկարչության մի նոր գլուխգործոց է։ Իրականում այս հարցը ունի գիտական բացատրություն։ Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ եւ մեկ ամբողջ պտույտ կատարում է 24 ժամում, դա մենք գիտենք։ Այս պտույտի շնորհիվ մոլորակի տարբեր կողմեր հերթով շրջում են դեպի արևը կամ հակառակ ուղղությամբ։ Երբ արևի ուղղակի ճառագայթները հեռանում են մեր գտնվելու վայրից, արևն սկսում է իջնել դեպի հորիզոն։ Սա այն երևույթն է, որն մենք անվանում ենք մայրամուտ։ Իրականում երեխաներ, արևը չի շարժվում, մենք ենք պտտվում։ Երբ արևը ցածր է հորիզոնի վրա, նրա լույսն անցնում է մթնոլորտի ավելի հաստ շերտով։ Այդ ընթացքում արևի սպիտակ լույսի երանգները ցրվում են տարբեր ալիքների երկարություններով։ Լինում են երկու տեսակի ալիքներ՝ կարճ ալիքներ եւ երկար ալիքներ։ Կարճ ալիքները դրանք կապույտ եւ մանուշակագույն գույներն են, որոնք ամենաշուտն են ցրվում։ Իսկ երկար ալիքները կարմիր, նարնջագույն եւ դեղին գույներն են, որոնք հասնում են մեր աչքերին։ Այդ պատճառով մայրամուտին արևը եւ երկինքը հաճախ դառնում են վառ կարմիր, նարնջագույն կամ ոսկեգույն։ Այս գույները երբեմն խառնվում են, դառնում են վարդագույն կամ նույնիսկ մանուշակագույն, կախված օդում եղած փոշու մասնիկներից, ջրի գոլորշուց կամ մթնոլորտային պայմաններից։ Օրինակ ծխով, ամպերով կամ մառախուղով հագեցած օրերին գույները կարող են խամրել։ Այս երևույթը կոչվում է նաև մթնոլորտային ցրում եւ կապված է բնական լույսի բաշխման հետ։ Մայրամուտը ոչ միայն գեղեցիկ երևույթ է, այլև հիշեցում, որ ամեն ինչ անցողիկ է եւ ամեն օր կարող է գեղեցիկ ավարտվել։ Դե, իսկ ես ձեզ մաղթում եմ գեղեցիկ մայրամուտներ։ Ես անցնեմ հաջորդ հարցին։ Professor Pozzerò. Երեխաներ, 10 տարեկան Յանինա Հովսեփյանը շատ հետաքրքիր հարց է ուղարկել։ Եվ այսպես. Պրոֆեսոր, երբ անգործ ես, ժամանակը չի անցնում։ Շատ լավ ես նկատել։ Իսկ երբ հետաքրքիր բանով ես զբաղված կամ լավ միջոցառման ես, ժամանակդ մի րոպեի պես թրջում է։ Շատ լավ հարց է։ Ինչու՞։ Սիրելի Յանինա, հավատա, մարդիկ դարեր շարունակ մտածել են դրա մասին։ Պատճառը մեր ուղեղի ժամանակի ընկալումն է, ոչ թե ժամանակի իրական ընթացքը։ Երբ մենք անգործ ենք, մեր ուղեղը չունի ուշադրության կենտրոնացման կետեր։ Այդ պահին մենք սկսում ենք ուշադրություն դարձնել ժամանակի ընթացքին։ Երբ մենք անում ենք մի բան, որը մեզ ոգեշնչում է, հետաքրքիր է կամ զվարճալի, ուղեղն այդ ժամանակ լիարժեք զբաղված է։ Մենք ընկնում ենք այնպիսի վիճակի մեջ, երբ մարդը մոռանում է իր մասին, ժամանակի մասին ու կենտրոնանում է իր գործին։ Եվ քանի որ ուղեղը զբաղված է լինում, նա չի հետևում ժամանակին։ Ժամանակի չափումը դուրս է մնում ուշադրությունից, ու արդյունքում թվում է ժամանակը կռավ։ Ուրեմն ինչպես հասկանալ սա։ Դանդաղ ձգվող ժամանակը ձանձրույթից չէ, այլ իրադարձությունների բացակայությունից։ Արագ անցնող ժամանակը վառ ապրումների արդյունքն է։ Երեխաներ, մեր ժամանակն էլ այնքան արագ է թրջում։ Գիտեք ինչու։ Որովհետև անցնում է շատ հագեցած եւ բովանդակալից։ Դուք կենտրոնանում եք ինձ հարցեր ուղարկելիս, ես կենտրոնանում եմ ձեր հարցերին պատասխանելիս։ Այդ պատճառով էլ ժամանակի թռիչքը չենք նկատում։ Լավ, քանի դեռ մեր ժամանակը չի սպառվել, ես շատ արագ կարդում եմ հաջորդ հարցը։ Իսկ դուք երեխաներ, մի մոռացեք, որ ձեր հարցերը պետք է ուղարկեք այս էլեկտրոնային հասցեին։ Եվ այսպես, մեզ է գրում Պողոսյան Սիլվին։ Երեխաներ, Սիլվին մեզ գրում է արդեն երկրորդ անգամ։ Շնորհակալ եմ իմ նախորդ հարցին անդրադառնալու համար։ Սիրելի Սիլվի, ես այնքան ուրախ եմ, որ քեզ նոր բան եմ սովորեցրել։ Պրոֆեսոր Փորձերոն, եթե աշխարհի երեսից վերանան մեղուները, ինչ կլինի։ Սա շատ կարևոր եւ հետաքրքիր հարց է, երեխաներ։ Եթե ամբողջ աշխարհի մեղուները վերանան, բնության եւ մարդկության համար շատ վատ կլինի։ Իսկ ինչ են անում մեղուները։
Այո, մեղուները հիմնականում զբաղվում են փոշոտմամբ։ Սա նշանակում է, որ նրանք ծաղկից ծաղիկ թռչելով տեղափոխում են ծաղկափոշին, օգնելով բույսերին բազմանալ։ Այս գործընթացը առանց մեղուների շատ դանդաղ կլինի կամ ընդհանրապես հնարավոր չի լինի որոշ բույսերի համար։ Եթե մեղուները վերանան, ապա շատ պտուղներ եւ բույսեր կվերանան կամ կպակասեն։ Օրինակ խնձորը, ելակը, ձմերուկը, դդումը, նուշը, բազուկը կամ նույնիսկ սուրճը։ Շատ բաներ, որ մենք սիրում ենք, կախված են մեղուների աշխատանքից։ Առանց դրանց սննդային շղթան կփլուզվի։ Բույսերից կախված են ոչ միայն մարդիկ, այլ նաև շատ կենդանիներ երեխաներ։ Եթե բույսերը չբազմանան, կենդանիները պակաս կսնվեն եւ շղթայական փոփոխություն կսկսվի ամբողջ էկոհամակարգում։ Մարդկանց սնունդը կթանկանա, երբ մեղուները դադար են փոշոտում կատարել։ Ստիպված կպահանջվի ձեռքով կամ տեխնիկայով արվող ավելի շատ աշխատանք, որը թանկ կարժենա։ Էլ չեմ ասում, ինչ այլ կորուստներ կարող են լինել, քանի որ շատ ծաղիկներ ու ծառեր էլ չեն բազմանա։ Բնությունը կկորցնի իր վառ գույները։ Եթե մեղուները վերանան, մարդուն կմնա ապրելու 4 տարի։ Թեև այս ասույթը լրիվ ճիշտ չէ, բայց այն մեծ ճշմարտություն է գրում։ Մեղուները պահում են կյանքի հավասարակշռությունը։ Երեխաներ, ինչ լավ է, չէ՞ որ մեղուները կան։ Նրանք մեղուները մեր կյանքում մեծ դեր ունեն։ Նրանք մեր համեստ փրկիչներն են։ Եվ մենք մարդիկ պարտավոր ենք պահպանել նրանց, չվնասելով եւ չօգտագործելով վնասակար քիմիկատներ։ Եվ այսպես Սիլվի, մենք իմացանք, թե ինչ կլինի, եթե մեղուները վերանան։ Դե ինչ, իսկ ես անցնեմ հաջորդ հարցին։ Professor Pozzero. Այո, հարցերուն։ Դու չգիտեիր, որ մեղուները իսկապես կարևոր են մեզ համար։ Սպասիր հարցերուն։ Ես նոր հարց ունեմ։ Ավելի ուշ կխոսենք։ Մեզ նամակ է ուղարկել Գուրգեն Խաչիկյանը։ Ողջույն սիրելի փորձերուն։ Ես Գուրգեն Խաչիկյանն եմ։ Ողջույն սիրելի Գուրգեն։ Պրոֆեսոր, կարող եք ասել, հնարավոր է ստեղծել ժամանակի մեքենա։ Երեխաներ, սա իմ ամենասիրած հարցերից է։ Ժամանակի մեքենան մի երևակայական սարք է, որի միջոցով կարելի է գնալ անցյալ կամ ապագա։ Նման բաներ գուցե տեսել եք մուլտֆիլմերում կամ ֆիլմերում։ Բայց ինչ է ասում իրական գիտությունը, ֆիզիկան։ Գիտնականները կարծում են, որ անցյալ գնալը անհնար է, որովհետև անցյալն արդեն եղել է, եւ տիեզերքը միշտ շարժվում է դեպի առաջ։ Օրինակ ջուրը երբ թափվում է բաժակից, դուք չեք կարող չէ նույն կերպ հետ լցնել ամեն գաթիլը։ Իսկ ապագա գնալը տեսականորեն հնարավոր է։ Դա կապ ունի հարաբերականության տեսության հետ։ Երեխաներ, հիշում եք, չէ՞ որ այդ մասին մենք խոսել ենք։ Եթե չեք դիտել, ապա անպայման դիտեք նախորդ հաղորդումները, այնտեղ շատ կարևոր թեմաներից եմ խոսել։ Ինչ եք կարծում։ Հնարավոր է ժամանակի մեքենա կառուցել։ Ֆանտաստիկ վեպերում եւ ֆիլմերում այո, իրականում դեռ ոչ։ Բայց գուցե ապագայի գիտնականները ու գյուտարարները գտնեն ձևը։ Դրա համար պետք են հատուկ նյութեր, էներգիա եւ տեխնոլոգիա, որը դեռ ցավոք չունենք։ Ուրեմն ինչ եզրակացրեցինք։ Ժամանակը մի ուղղություն ունի՝ միշտ առաջ։ Մեր միտքը եւ երազանքները կարող են շարժվել ցանկացած կողմ, բայց մեր մարմինն ապրում է միայն ներկա պահը։ Ամեն օր, երբ մենք սովորում ենք, ստեղծում ենք ու երազում, մենք փոխում ենք ապագան։ Իսկ դա իսկական ժամանակի մեքենա է։ Գիտեք ինչ երեխաներ, հիշողության եւ երազանքների շնորհիվ բոլորս էլ ունենք ժամանակի մեքենա։ Մեկը մեզ տանում է դեպի անցյալ, իսկ մյուսը ապագա։ Pozzero Professor. Նոր սովորի այսօր։ Pozzero Professor. Բարև պրոֆեսոր Փորձերան։ Ես Սուրենն եմ Երևանից։ Կարող եք ասել, ինչ է ստամոքսի եւ 12 մատնյա աղիների խոցը եւ ինչպես այն բուժել։ Սուրեն, ինչպես այն բուժել, քեզ կասի բժիշկը։ Իսկ ես կփորձեմ պատասխանել բժշկի պես։ Խոցը փոքր վերք է, գոյացություն, որն առաջանում է ստամոքսի կամ 12 մատնյա աղիի լորձաթաղանթի այն պատին, որը պաշտպանում է ներքին շերտերը թթվից։ Մեր ստամոքսը արտադրում է թթունյութ, սնունդը մարսելու համար, դա գիտենք, բայց երբ այս թթունյութը սկսում է վնասել ստամոքսի կամ աղու պատերը, առաջանում է խոց։ Խոցը կարող է ցավ պատճառել, հատկապես սոված ժամանակ առաջացնել այրոց, փքվածություն, հակառակ դեպքում արյունահոսել կամ ավելի խորանալ, դառնալով ավելի լուրջ խնդիր։ Իսկ ինչու է առաջանում խոց։ Մեր նախորդ հաղորդմանը խոսեցի հելիկոբակտեր պիլորի բակտերիայի մասին, հիշում եք։ Հրաշալի է։ Այս բակտերիան ապրում է ստամոքսում եւ վնասում է լորձաթաղանթը։ Այն աշխարհում խոցի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է։ Հաճախակի ցավազրկողները, օրինակ ասպիրինը, իբուպրոֆենը եւ այլ դեղորայք թույլատվում են ստամոքսի պաշտպանիչ շերտը։ Ստրեսը եւ սխալ սնունդը, չափից շատ կծու, թթու, արագ սնունդը կարող են վատացնել վիճակը։ Ծխախոտը եւ ալկոհոլը նույնպես վնասում են ստամոքսի պատերը։
Այդ դեպքում ինչպես բուժել խոցը։ Եթե պատճառը հելիկոբակտեր պիլորին է, ինչպես նախորդ անգամ ասացի, բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ բակտերիան սպանելու համար։ Պետք է հետևել սննդակարգին, շուտել շատ կծու, թթու, տապակած ուտեստներ, չօգտագործել կոֆեին եւ ալկոհոլ։ Պետք է սնվել հաճախ, բայց քիչ-քիչ։ Խուսափեք սթրեսից, քանի որ սթրեսը վատթարացնում է մարսողությունը։ Պետք չէ հաճախ օգտագործել ցավազրկողներ առանց բժշկի դեղատոմսի։ Եզրակացություն։ Խոցը բուժելի է, երբ այն հայտնաբերվում է եւ բուժվում ճիշտ ժամանակին։ Բայց ամենակարևորը՝ ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժշկին, եթե հաճախ ցավ կամ այրոց եք ունենում։ Հիշեք, ձեր առողջությունը սկսվում է ձեր հանդեպ հոգատարությունից։ Երբ խմում եք ջուր, ժպտում արևին, շարժվում եւ հանգստանում, դուք սիրում եք ինքներդ ձեզ։ Ու եթե երբեմն հիվանդանում եք, մի վախեցեք։ Ձեր մարմինն ունի ուժ, ձեր սիրտը համբերություն, իսկ միտքը քաջություն։ Փոքրիկ քայլերով, վստահությամբ ու հավատով դուք կդառնաք ձեր կյանքի ամենալավ բժիշկը։ Պրոֆեսոր Փոսերո Հարցերոն, դու առողջական խնդիրներ չունես, չէ՞։ Ինչ։ Եթե ունես, պետք է անհապաղ գնալ բժշկի։ Սպասիր, տեսա հարցս դիտեմ ու գնանք առողջությունդ վերականգնելու։ Երեխաներ, մեր հաջորդ հարցը տեսա հարցը։ Դե եկեք միասին դիտենք այն։ Սիրելի փորձերոն, ինչ անեմ, որ վախենում եմ միայնակ վերելակ նստելուց։ Եթե վախենում ես վերելակից, սկսիր փոքր քայլերով։ Փորձիր մի քանի վայրկյան կանգնած մնալ վերելակի դռների մոտ։ Հետո կարող ես ընկերոջդ կամ հարազատիդ խնդրել քեզ հետ մտնել վերելակ։ Մի հարկ բարձրանալ եւ դուրս գալ։ Իսկ հիմա խորհուրդ եմ տալիս անցնել հոգեբանի մոտ, որտեղ դուք կստանաք ձեր հուզող հարցի պատասխաններ։ Պրոֆեսոր Փոսերո Ողջույն սիրելի երեխաներ եւ ծնողներ։ Այսօր մենք խոսելու ենք երեխաների մոտ վերելակ նստելու վախի մասին։ Դա բավական տարածված երևույթ է հատկապես 3-ից 10 տարեկան երեխաների շրջանում։ Այն համարվում է զարգացման բնական մաս, կապված փակ տարածքներից վախենալու կամ վերահսկողության բացակայության հետ։ Բայց ինչ անել, երբ վախենում ես վերելակից։ Հիշում եք, չէ, վախը հույս է, որը մեզ հուշում է իրական կամ երևակայական վտանգների մասին։ Բայց երբեմն մեր միտքը եւ երևակայությունը հորինում են այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Մեր հարցումները ցույց են տվել, որ շատ երեխաներ կան, ովքեր վախենում են վերելակից, եւ նրանք չգիտեն, թե ինչ անեն այդ վախի հետ։ Պատկերացնում եք առօրյայում որքան անհարմարություն կարող է պատճառել այդ վախը։ Եկեք դիտենք պատմությունը եւ հասկանանք, թե ինչ պետք է անել, երբ վախենում եք վերելակից։ Սա Մանեն է։ Նա 9 տարեկան է։ Երազանքն է դառնալ դերասանուհի։ Այդ պատճառով հաճախում է դերասանի վարպետության դասերի։ Մանեի մոտ ամեն բան լավ է ստացվում, բացի մի բանից։ Նա վախենում է վերելակից։ Ոչ մթությունից, ոչ բարձրությունից, այլ վերելակից։ Մանեն ապրում է 9-րդ հարկում, եւ ամեն անգամ նրա ավագ քույրը Կարինեն օգնում է նրան, որպեսզի նա իջնի։ Սակայն այսօր Կարինեն վաղ է դուրս եկել, իսկ մայրիկն ու հայրիկը աշխատանքի են։ Ուստի այսօր Մանեն պետք է կամ ոտքով իջնի, կամ վախը հաղթահարի։ Նա կանգնած է իրենց շենքի մետաղյա վերելակի դիմաց։ Այդ մոխրագույն դուռը կարծես նայում է Մանեին ինչպես հսկան բաց բերանով։ Ոչ ոք չկա նրա կողքին։ Մանեի գլխում երկու ձայն է լսվում։ Մեկն ասում է՝ դու կարող ես։ Մյուսը՝ իսկ եթե մնաս մեջը։ Մանեն կյանքում առաջին անգամ պետք է ինքնուրույն գործի։ Երեխայի մոտ վերելակի վախը կարող է առաջանալ, եթե նա երբևէ մնացել է վերելակի մեջ, դիտել է տեսանյութ կամ լսել պատմություն դրա մասին, տեսել է, թե ինչպես է ծնողը կամ այլ մեծահասակ անհանգստանում վերելակում։ Երեխաներ, այս պատմությունը ունի երկու ավարտ։ Եկեք դիտենք եւ ընտրենք ճիշտ տարբերակը։ Մանեն արագ, հապշտապ մտնում է վերելակ։ Սեղմում է առաջին կոճակը, դուռը փակվում է։ Նա վախեցած սառած կանգնած է, շունչը կտրվում է։ Հանկարծ մի փոքր դռնաճռնչոց է լսվում եւ հիշում է ընկերուհին ոնց էր պատում, թե ինչպես էր իր ծանոթը մնացել վերելակում։ Մանեն սկսում է խոճապահար հարվածել կոճակներին ու սկսում է լաց լինել։ Երբ դուռը բացվում է, նա հեվալով դուրս է վազում։ Մանեի աչքերը կարմիր են, դեմքը գունատ, իսկ սիրտը արագ է բաբախում։ Մենք այս տարբերակում տեսանք, որ Մանեն ճնշված էր, վախեցած, բայց հիշում եք, չէ, երբ մենք փախչում ենք վախից, այն ավելի ուժեղ է դառնում։ Կարող եք փորձել պատասխանել այս հարցերին։ Ինչն է հատկապես ինձ վախեցնում վերելակում։ Ինչ եմ ես զգում այդ պահին։ Վստահ եմ, որ նախկինում ունեցել եք վախեր, որոնք հաղթահարել եք։ Հիշեցրեք ձեզ ձեր իսկ քաջության մասին։ Մանեն կանգնած է շենքի մետաղյա վերելակի դիմաց։ Նրա ներսում մի ձայն է։ Դու կարող ես, դու ուժեղ ես, մենակ պետք է իջնես։ Նա խորը շունչ է քաշում եւ մտնում է ներս։
Առանց վարանելու սեղմում է առաջին կոճակը։ Դուռը փակվում է։ Նա խորը շունչ է քաշում, արտաշնչում եւ սկսում է հաշվել։ Նա զգում է մի ուժ, որը գալիս է ոչ թե ներսի տագնապից, այլ հանգիստ վստահորեն սեղմված կոճակից։ Մանեին կամ միշտ քույրն է օգնել, կամ նա ոտքով է իջել, բայց այս անգամ նա որոշում կայացրեց ինքնուրույն առաջին քայլը կատարել։ Դուռը բացվեց եւ նա դուրս եկավ, ոչ թե վախեցած, այլ իր կողմից արժանացած հաղթանակով։ Սա Մանեն է, ապագա մեծ դերասանուհի։ Հիմա նա գիտի ինչ անել, երբ վախենում ես վերելակից։ Երեխաներ, դուք տեսաք, որ Մանեն ընդունեց եւ հաղթահարեց իր վախը։ Բոլոր երեխաները կարող են հաղթահարել իրենց վախերը, երբ հավատում եւ վստահում են իրենց ուժերին։ Մանեն իրեն երբեք այդքան ուժեղ եւ վստահ չէր զգացել նախքան այդ պահը։ Վախը բնական է, եւ երբ երեխան գիտակցում է, որ կարող է այն հաղթահարել, գործը ավելի հեշտ է դառնում։ Երեխաներ, երբ վերելակի ներսում եք եւ վախենում եք, ձեզ կօգնեն այս մի քանի հնարները, որոնք հիմա կթվարկեմ։ Եթե հնարավոր է, սկսեք այս աստիճանական քայլերով։ Վստահելի մեծահասակի հետ մոտեցեք վերելակին եւ պարզապես նայեք, ծանոթացեք կառուցվածքին։ Հաջորդ օրը մտեք ներս, բայց դուռը թողեք բաց։ Հետևեք, թե ինչ է կատարվում, երբ դուռը փակվում է։ Մյուս անգամ, երբ պատրաստ լինեք, սեղմեք կոճակը մեկ հարկ վերև բարձրանալու համար։ Հաջորդ օրերին հարկերի թիվը կարող եք ավելացնել։ Ամեն հաջող քայլից հետո խրախուսեք ձեզ ձեր խիզախության համար։ Անհանգիստ ժամանակ դանդաղ շնչեք եւ արտաշնչեք։ Դա կօգնի ձեզ թուլացնել մարմնի լարվածությունը։ Կառավարելով շնչառությունը կվերահսկեք նաեւ վախը։ Երբ մտածում եք վախի մասին, փորձեք ձեր միտքը շեղել։ Կարող եք մտածել ձեր սիրելի մարդկանց, խաղալիքների կամ այլ երևույթների մասին։ Այդպես դուք շեղում եք ձեր ուշադրությունը վախից եւ դադարում եք մտածել դրա մասին։ Ինչպես մեր պատմության հերոսը, այնպես էլ դուք կարող եք մտքում կրկնել հետևյալ մոտիվացնող արտահայտությունները. Ես հիմա անհանգիստ եմ, բայց կարող եմ հաղթահարել իմ վախը, կամ ես կարող եմ անհանգստություն զգալ, բայց միևնույնն է օգտվել վերելակից։ Եթե ձեզ վերելակի շարժումը անհանգստացնում է, փորձեք ուղիղ դիրքով կանգնել առանց ավելորդ շարժումների։ Այս տարբերակները ձեզ հանգստություն կտան եւ կօգնեն հաղթահարել վերելակի վախը։ Երեխաներ, ամփոփելով նշեմ, որ հաճախ ձեզ կարող է թվալ, թե վախը անհնար է հաղթահարել, բայց հավատալով ձեր ուժերին, դուք կարող եք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։ Պրոֆեսոր Փոսերո Վերադարձակ երեխաներ։ Հրաշալի է։ Կարծում եմ հիմա դուք գիտեք, թե ինչ է պետք անել, երբ վախենում եք վերելակներից։ Իսկ եթե դուք չեք վախենում ֆիզիկայից եւ քիմիական փորձերից, եկեք տեղափոխվենք Սուսաննայի մոտ եւ տեսնենք, թե ինչ հետաքրքիր գիտափորձ է պատրաստել նա այս անգամ։ Պրոֆեսոր Փոսերո Մամա վառում ենք։ Մամա վառում։ Բարև ձեզ սիրելի երեխաներ։ Այսօր իմ գործընկերը Միքայելն է եւ մենք Միքայելի հետ կատարելու ենք ձեզ համար շատ հետաքրքիր գիտափորձ։ Սկսենք Միքայել։ Այո։ Միքայել, ինչ ես կարծում, եթե մենք թուղթը ընկղմենք ջրի մեջ, թուղթը կթրջվի թե ոչ։ Ոչ։ Չի թրջվի։ Եկեք փորձենք։ Ես քեզ տալիս եմ։ Թուղթ դու մտցնում ես ջրի մեջ։ Տեսնենք։ Թրջվում է թե ոչ։ Մցրը։ Հանիդե։ Թրջվեց։ Հա։ Այո։ Իսկ եթե մոմը մտցնենք ջրի մեջ, կշարունակի այրվել թե ոչ։ Կշարունակվի։ Կշարունակվի։ Հիմա մոմը փորձենք վառել ու մտցնենք ջրի մեջ։ Տեսնենք կշարունակի այրվել թե ոչ։ Ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ։ Ապրես։ Շարունակեց։ Հա։ Ուր է վառվում։ Չի այրվում։ Հիմա մենք Միքայել ցույց կտանք միասին, որ թուղթն էլ ենք ընկղմում ջրի մեջ, չի թրջվում, մոմն էլ շարունակում է այրվել։ Փորձենք։ Այո։ Հիմա դու ինձ ասա, այս տարան դատարկ է թե լիքն է։ Դատարկ է։ Ոչ, Միքայել, ոչ սիրելի երեխաներ, այս տարան լցված է օդով։ Հիմա, երբ որ մենք թուղթը դնում ենք տարայի մեջ, ու հետո ընկղմում ենք ջրի մեջ։ Թրջվեց։ Ոչ։ Տեսնենք։ Հանենք։
Թողնի տես։ Թրջվեց։ Ոչ։ Ոչ։ Ինչու՞։ Քանի որ ես ասացի տարան Մեջը լիքն է օդ կա։ օդով, օդը չթողեց, որ մեր թուղթը թրջվի։ Այո, հիմա փորձենք մոմը։ Ուրեմն, մեր տարայի մեջ օդի մեջ կա թթվածին, չէ՞։ Այո։ Եվ թթվածինն է պատճառը, որ մեր կրակը այրվում է։ Հիմա մոմը վառում ենք, վառեցինք և դնում ենք ջրի մակերեսին։ Մոմը շարունակ, թողնենք, որ շարունակի այրվել, ու փորձենք կամաց դնել ջրի մակերեսին։ Ինքը շարունակում է այրվել։ Հիմա այս տարան ընկղմենք ջրի մեջ, մոմի վրա։ Մոմը կշարունակի այրվել այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ թթվածինը այրվի տարայի մեջից։ Հիմա փորձենք։ Շարունակում է այրվել։ Ճիշտ է։ Այո։ Շարունակում է այրվել։ Չենք թողում հանգի, չենք։ Թթվածնով ենք նորից լցնում, նորից շարունակում է։ Հիմա այնպես անենք, որ արդեն հանգի մոմը։ Այո։ Պահում ենք այնքան ժամանակ ջրի ներսում, մինչև որ տարայի թթվածինը ամբողջությամբ այրվի, դեռ շարունակում է այրվել, քանի որ տարայի մեջ բավականաչափ թթվածին կա։ Տարան մեծ է։ Դեռ շարունակում է։ Սպասենք։ Հետաքրքիր է։ Այո։ Տեսնում ես, չէ, ջրի տակ մոմը դեռ շարունակում է այրվել, ջրի տակ։ Էս ինչ հետաքրքիր էր։ Այո, շատ հետաքրքիր էր, Միքայել ջան։ Վերջ, հանգեց մոմը։ Այսինքն տարայի մեջ թթվածինը ամբողջությամբ այրվեց։ Հետաքրքիր էր, Միքայել։ Այո։ Ձեզ էլ էր հետաքրքիր, սիրելի երեխաներ։ Այս հետաքրքիր գիտափորձը կատարեք ձեր տանը, նկարեք այն եւ ուղարկեք փորձերոնին։ Հաջողություն։ Հաջողություն։ Profesor Potsero. Վերադարձակ երեխաներ։ Դե ինչ, այև ավարտվեց մեր այսօրվա խելացի ճամփորդությունը, սիրելի փոքրիկներ։ Մենք միասին բացահայտեցինք հետաքրքիր փաստեր, սովորեցինք ոչ միայն գլխով, այլ նաև սրտով։ Իմացեք, ամեն մի հարց, որ տալիս եք, բացում է մի նոր ճանապարհ դեպի իմաստուն աշխարհ։ Եվ դուք այդ ճանապարհի քաջ եւ փայլուն ճամփորդներն եք։ Ձեր հարցերը ուղարկում եք այս էլեկտրոնային հասցեին։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում, լույսով լի իմ հեռուստադիտողներ։ Թող ձեր միտքը երբեք չմարի, իսկ սիրտը միշտ ժպտա։ Առայժմ Profesor Potsero. Potsero profesor. Nora sottori aizor. Potsero profesor. Profesor. Potsero. Profesor Potsero.